Ես արդեն չեմ զարմանում, թե ինչպես է ինքը Ծաղկաձորի իր հողը ձեռք բերել եւ տունը կառուցել։ Իմիջիալույց ես կխնդրեմ մեր ռեժիսորին, որ ցույց տան Արսեն Թորոսյանի Ծաղկաձորյան տան լուսանկարը, ինձ քաղաքացիներն են ուղարկել եւ հենց ծաղկաձորցիները իրենք էին ասում, իրենք զարմանում էին, թե ոնց մի տարվա ընթացքում սնկի պես այդ տունը այնտեղ աճել է, շատ արագ տեմպերով են կառուցել ու բավականին լավ ինքը էլիտար թաղամասում է գտնվում։ Ես չեմ մտածում, որ այդ պարգևավճարներով կարելի է նման առանձնատներ կառուցել։ Դե չմոռանանք կորոնայի ժամանակ տպավորություն չստեղծվի, որ դրանցով են կորոնայի ժամանակ Դերենիկ ջան, բավականին կոռուպցիոն սխեմաներ են իրենք այնտեղ իրականացրել, իհարկե ինչ որ ձևական քրեական գործեր հարուցել են եւ այլն, բայց միլիոնների մսխման մասին է խոսքը։ Կորոնայի ժամանակ մենք հիշում ենք, թե ինչ էր կատարվում ու զարմանալի չի, հա, նաեւ այս բանն էլ, պարգևավճարներն էլ հաշվի առնելով, գուցե նաեւ քողածածկում են այսպես, գիտես, որ այսինքն մենք թալանով չենք զբաղվում, մենք սենց պարզ մաքուր աշխատավարձով խեղճ ապրող մարդիկ ենք, բայց այդ աշխատավարձը պարգևավճարի հույսին ենք էլի մնացել։